Ժամանակին ինչ-որ ճոխ հայտարարություններ գոնե արվում էին, եթե կոնկրետություններ չկար, թեմաներ են գտնում, անդրադարձներ կային շփման գծին, հստակեցնում էին, որ կարևորը դա է, որ ոչ մի կերպ թույլ չտան պատերազմը սկսի։ Այս անգամ կարծես թե նման բաներ չեղան։ Պարզ հստակ հայտարարվեց, որ գոյություն ունեն ինչ-որ խնդիրներ, որոնց լուծումը պիտի ստեղծի պայմաններ, որ ընդունում են հիմնարար սկզբունքներ։ Ընդամենը սա է։ Եվ ընդհանուր միացնող գաղափարը, որը կար բոլոր գնահատականներում, դա նա էր, որ հիասթափված են բոլորը։ Կոնկրետ ես կնշեի մի շատ հետաքրքիր հայտարարություն, որ ֆրանսիացի համանախագահող Բերնար Ֆրանսիան ասաց, որ եթե Կազանում հաջողություն չլինի, Մինսկի խումբը ստիպված կլինի փոխել իր մոտեցումը, անգամ իր կոնցեպտը։ Եվ միաժամանակ հստակեցվեց, որ Միացյալ Եվրոպան մեծ անելիք կոնկրետ Եվրամիությունը այս պնդում։ Այդ ժամանակ Եվրամիությունը նույնպես հայտարարություններ է արել, որ ճիշտ չէ, որ մինչև հիմա ինստիտուցիոնալ ձևով ոչ մի կերպ ներկայացված չի տարբեր կարևոր պրոցեսներում, մասնավորապես Մինսկի խումբում։ Նմանատիպ մտքեր արտահայտեց միջազգային ճգնաժամային խումբը, որը զբաղվում է Ղարաբաղյան խնդրով։ Ինքնին այս հայտարարությունները բավականին հետաքրքիր են արդեն այսօր, քանի որ միանշանակ պարզ է բոլորի համար, որ Կազանում չեղավ որևէ մերձեցում։ Եվ այստեղ իսկապես մտածում ես, կարող է լուրջ փոփոխություններ լինեն թե ֆորմատում, թե կարգավորման կոնցեպտում։ Այսօր ընդամենը մի հետաքրքիր տենդենս կա, որը մի քանի օրվա մեջ իրեն ցուցաբերեց, դա արևմուտքի տարբեր կառույցների աշխուժությունն է մեր region-ում։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ավելի հաճախակի են տարածաշրջանում եւ քննարկում են անվտանգության խնդիրներ եւ ուրիշ, հիմնականում անվտանգության։ Ռուսաստանի մամուլը անգամ գծում է մի փաստ, որ Կազանյան այս հանդիպումը բերեց դրան, որ արևմուտքը աշխուժացավ տարածաշրջանում եւ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը այստեղ։ Ավելի հաճախակի է խոսում դրա մասին։ Այդպես է թե չէ կերևա շուտով, բայց որ ընդհանուր միջազգային մեծ ռեզոնանս ունեցավ Կազանյան հանդիպումը իր տապալումով, դա փաստ է եւ ամենահետաքրքիրն է ինչ է կատարվում Ադրբեջանի շուրջ։ Օրերս Միացյալ Նահանգների երևի դեսպանը Մեջուր Բրայզան բավական հետաքրքիր հայտարարություններ արեց, առաջին անգամ չէ, բայց ավելի հստակ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ադրբեջանի էներգետիկայի պաշտպանության ծրագրեր մշակեն եւ օգնեն Ադրբեջանին։ Այսինքն ակտուալ ինչ-որ խնդիր ստեղծվեց Կասպից ծովում, որտեղից է դա, ինչու է այդ վտանգը ի հայտ եկել եւ ինչու կա նման շահագրգռվածություն Միացյալ Նահանգների կողմից ընդհանուր ծրագրեր մշակել եւ անվտանգությունը ապահովել այստեղ, իհարկե միանշանակ դժվար է գնահատել, բայց որ գոյություն ունի կոնկրետ շահ Միացյալ Նահանգներին ամրապնդվել այս տարածքում, ես կարծում եմ դա արդեն իսկ երևում է։ Իրանը այս օրերին կազմակերպել է եւ շարունակում է կազմակերպել զինավարժություններ, հիմա էլ արդեն ծովային, եւ զարմանալի չի լինի, որ այդ ծովայինը այսօր վաղը հայտարարվի, որ Կասպից ծովում է լինելու։ Դա ընդհանրապես արդեն շատ է ոչնչացնում վիճակը եւ բնական է, որ մենք պիտի
տեսնենք արձագանքները արդեն ուրիշ երկրների, չեմ ասում, որ Իրան, Թուրքիա հարաբերություն կապված Սիրիայի հետ բարդ է, եւ ընդհանրապես Իրանը որպես գործոն դառնում է շատ լուրջ այս իրավիճակում։ Ամեն ինչը բնական է, որ պիտի ազդի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա։ Անգամ խոսվում է հիմա ընդհանրապես ապագաունի Մինսկի պրոցեսը թե ոչ։ Ճիշտ է, Մեծուր Բրայզյանը հստակ հայտարարեց, որ շարունակվելու է այս ֆորմատում, բայց պետք չի երևի զարմանալ, եթե անգամ Մինսկի խմբի գործունեությունը փորձի վերանայվի, գնահատվի եւ շարունակվի, որովհետեւ շատերին համար պարզ դարձավ, որ այս սկզբունքների շուրջ համաձայնության գալը բավականին դժվար բան է։ Գազանի նախորդած ժամանակաշրջանում մեծ դիվանագիտական ակտիվություն կա եւ մեծ սպասումներ կա։ Մենք նույնպես նկատում ենք Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների անձնական ներդրումը եւ ուրիշների անձնական ներդրումը այս խնդրում։ Բայց սպասումները բավականին բարձր էին, խոստանալով ինչ-որ բեկում։ Ես Մամեդ Սարգսյանի հետ լիովին համաձայն էի, որևէ պրոգրես եւ որևէ առաջընթաց տեսնելու թերահավատության առումով, որովհետեւ շատ դեպքերում երկու կողմերը բավականին հեռու են գտնվում միմյանցից։ Սակայն երկու պատճառ կար, որոնք ուղղորդում էին Կազանին նախորդած այս զարգացումները։ Առաջին կապված է ժամանակի հետ, որովհետեւ հիմա ամառ է։ Եվ մեծ վտանգ է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լինել հենց այս ժամանակահատվածում։ Ինչպես նաև Կազանի նախորդած ժամանակահատվածում հենց այս պատճառով է դիվանագիտական մրցույթում գործադրվում երկու կողմերի վրա։ Բայց այս սպասումների համար երկրորդ պատճառը շատ ավելի հետաքրքիր է, որովհետև համաձայն Կազանի նախագծին, որը մշակված էր, խոսքը ինչպես է գնել մադրիդյան սկզբունքների մասին։ Well, just ասած ավելի հստակ բացատրեմ, որ Կազանին առաջ փուն կամ հարաճին ծրագիրը լրիվ տարբեր էր։ Այսինքն, հարաճին ծրագիրը ոչ թե Madrid principle-ները, բայց ավելի համեստ գործ։ In other words, եթե Կազանի ձյունական նպատակը մի երկու էջանոց համաձայնագրի ընդունումն է, որը կապչում է մադրիդյան սկզբունքների հետ, սակայն իրական նպատակը Կազանի հանդիպման նա էր, որ երկու նախագահներից Ալիևից եւ Սարգսյանի ստանալ մի փաստորագրում, որով նրանք կմերժեին խնդրի լուծման ռազմական տարբերակ։ Սակայն այս ծրագիրը ձախողվեց Կազանից առաջ եւ փոխարինվեց մեկ այլ ծրագրով, այն է մադրիդյան սկզբունքների շուրջ որոշակի համաձայնության գալով։ Մենք պետք է մեզ հարցնենք, թե ինչու այս ծրագիրը շատ ավելի հրամայական դարձավ։ Ինչու Ֆրանսիայի նախագահը թղթի կտոր վատնեց ուղղելով դրանք նախագահներին եւ ինչու նախագահ Օբաման վատնեց իր հեռախոսային զանգերը։ Մեկ այլ կարևոր հանգամանք, որ պետք է այստեղ նշվի Կազանի նախորդած շրջանում, այն է, որ Ադրբեջանը զիջումների գնալու որոշ նշաններ է ցույց տվել։ Մինսկի խմբի մոտ իմ աղբյուրներից ես մի օրինակ կբերեմ, որ Ադրբեջանը համաձայն է զիջումների գնալ Կազանի նախորդած ժամանակահատվածում։ Ադրբեջանցիները իրենց դիվանագիտական դիրքորոշումը փոխեցին կապված հանրաքվեի խնդրի հետ։ Երկար ժամանակ Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Բայց Կազանից առաջ նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը եւ հայտնեցին, որ կարող են բանակցություններ վարել կոնկրետ հանրաքվեի մասնակիցների ցուցակը բարձրելու համար, ինչպես նաև հայկական կողմին ներկայացուցիչներին հնարավորություն տալով նույնպես մասնակցել այդ հանրաքվեին։ Մեկ այլ հարց է, արդյոք սա անկեղծ է թե ոչ, սակայն կարևոր է, որ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը փորձում էր ցույց տալ, որ նա որոշակի զիջումների այնուամենայնիվ գնացել է։ Սակայն Կազան հասնելու պես իրավիճակը փոխվեց։ Կազան հասնելու պես Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ, փորձեցին նորից քննարկել մի շարք հարցեր, որոնք քննարկվել են նախկինում։ Եվ նրանք առաջ բերեցին 12 կետեր, որոնք նախկինում արդեն քննարկվել եւ դրանց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Բացի այդ, որոշակի հակամարտություն կար նաև եվրոպական մայրաքաղաքների մասին, սա հակամարտություն էր Աթենքի եւ Մադրիդի միջեւ։
This wasn't Ես սա ֆուտբոլային հանդիպում չէ, սա պայքարը երկու մալիցիան սկզբունքների ձևերի միջև, որը առաջինը, որ հասնել է դրան Աթենքում, եւ երկրորդը Մադրիդում։ version reached in Athens. Եվ սա նույնպես ցույց տվեց, որ Կազանում ադրբեջանցիները կենտրոնացած չէին հունիսի 24-ի հանդիպման վրա։ The Azerbaijanis during Կազանում հունիսի 24-ի հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը շատ ավելի կենտրոնացած էր հունիսի 26-ի վրա։ on June 26th. Այդ օրը Կազանից 2 օր հետո շատ կարևոր էր Ադրբեջանի համար, քանի որ այդ օրը Ադրբեջանի զինուժի օրն էր։ 2 days Եվ իրականում ընդհանրապես 2 օր հետո հունիսի 26-ին Ադրբեջանը ցույց շատ ավելի պարզ մեսիջ, did in Kazan itself. Because որովհետև հունիսի 26-ին ռազմական շքերթը Բաքվում շատ ավելի պարզ ցուցադրում Ադրբեջանի ռազմավարությունը։ Azerbaijani strategy. Դա Բաքվում կայացած շքերթներից ամենամեծն է, այն նորմալիզի դրանք հայտարարեցին հունիսի 26-ը որպես կենտրոնի զինուժի պաշտոնական օր։ They also Դրանք հայտարարեցին նաև որպես օր բացահայտելու համար այս 300 զենքերը։ aircraft defense system. Իհարկե սրանք պաշտպանողական զենքեր են եւ անմիջական վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար։ Սակայն այս 300 համակարգերի ցուցադրությունը Հայաստանին եւ Ղարաբաղին միայն հենց համակարգերի հետ կապված չէ պաշտպանվում։ Սա ավելի շատ ուղղված է ցուցադրելուն, որ այս 300 համակարգերը կազմում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ $300 միլիոն այդ գործակցի մաս։ It was 2 days Եվ after ընդամենը Կազանից 2 օր հետո էր, երբ Ադրբեջանի նախագահը բացահայտեց իր ռազմական ծախսերի մեծացման խնդիրը։ where Հայաստանը Armenia այս տարի մտադրված էր պաշտպանության բնագավառում ծախսել $400 միլիոն $400 defense spending. Ադրբեջանը այս տարի նույն նվագերի համար վատնելու է $3 միլիարդ $300 միլիոն։ Այդ կերպացած Կազանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրընկալությամբ 9-րդ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն է։ Եվ իրական առաջընթացի պակասը հենց մեսիջ էր նաեւ նախագահ Մեդվեդևին։ Սակայն 2 օր հետո Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ռազմական այդ համաձայնագրի բացահայտումը շատ ավելի ուժեղ մեսիջ է։ In that the only country Բացահայտելով, որ Ղարաբաղյան խնդրում միակ փոփոխությունների եւ արդյունքության միակ երկիրը կարող է լինել Ռուսաստանը։ obviously by Russia. Բայց Հայաստանի պատասխանը ռազմական շքերթի եւ շատ հետաքրքիր էր։ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից եկող պատերազմի վտանգներին եկավ Կազանից առաջ։ Հայաստանը առաջին անգամ հաստատեց այն փաստը, որ Հայաստանում արտադրվում են անօթաչու թռչող սարքեր, որը շատ նման է Ադրբեջանում արտադրվող ադրբեջանական եւ իսրայելական ավիակենտրոնների միջոցով նմանատիպ անօթաչու սարքերի արտադրությանը։ That is producing unmanned flying vehicles. Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները նաև հաստատեցին Հայաստանի զինված ուժերի օդային ստորաբաժանումների գիշերային թռիչքների փաստը։ In the dark. Այս փաստի մասին մենք շատ տեսել ենք։ Դա այն առավելությունն է, որ Ադրբեջանը ներկայումս չունի։ The second Մեկ էլ հետաքրքիր փաստն է, որ հայկական կողմը հետաքրքրություն հայտնեց, այսպես ասած, Սմերչի նկատմամբ։ affair with a thing called Smerch. The Որը իրենք ներկայացնում է աշխարհում ամենահզոր ռակետային այդ համակարգերը ռուսական արտադրության։ Smerch or tornado weapon system. After these Երբ այս համակարգերը ցուցադրվեցին Մինսկում, Հայաստանը ցանկություն հայտնեց ձեռք բերել այս ռազմական համակարգերը։ the Smerch, which Որ այս զինվորական համակարգերի յուրաքանչյուրը արժե $12 միլիոն dollars each. At the same time, Միաժամանակ ռուսական ռազմական բեռները պատրաստվում են ժամանել Գյումրի, սակայն դեռևս նրանց ժամանման ճանապարհը հայտնի չէ, նրանք սպասում են ընդունելության։ negotiations over airspace access. But what is most Սակայն important Կազանից շատ պետք է նաև մի there is փաստ։ a revelation or fact. The real Կազանում sticking իրական point խնդիրը ոչ թե Ղարաբաղի կարգավիճակն է, որ այս Կազանի հանդիպման ժամանակ կարևոր խնդիրը 3 քայլերն են, 3 գլխավոր քայլերն են։ the sticking Առաջինը դա հայկական զորքերի հետ քաշումն է տարածքներից, from territories. պահանջը անվտանգության ապահովության համար, եւ երրորդ քայլը արդեն հետեւաբար հարակվեներ կարգավիճակի հետ կապված։ In other words, the real dispute Իրական խնդիրը այն է, թե ինչպես եւ երբ այս քայլերը իրականացվեն։ would be carried out.